Դժվար է խաղաղություն, խափում ալ թուրքը, Փաշինյանն էլ լսում են նրան։ Մուտ այդ ճանապարհը որ տվեցին, 100 տարի չեն տվին, թուրքին բերում ա լցում ա Հայաստան, հա, որ հայերին կոտորում են էլի։ Թուրքերը սա մեր ջահել երիտասարդները թուրքերին գերի են։ Սիրում ա մեզ։ Մի անգամ խոսում ա, նա ինչ ղեկավարը որ չի կարողանում իր հայ ազգին բերի հասցնի Երևան։ Մեր Ինչ ա ինքը։ Ոչնչություն։ Մի տառական որ ոտը դնես վրան ճտցնես անցնես։ Ինքն էլ իր կնիկն էլ։ Նարկոմանները։ խաղաղություն չի լինի։ Իսկ ինչ կլինի այդ դեպքում ձեր կարծիքով, եթե ճանապարհները բացվեն։ Թուրքը կյուրացնի ընդամենը այդքան դա։ Ընդամենը ճանապարհը կյուրացնի եւ մենք կկորցնենք տվյալ տարածքը։ Միայն հետագա խնդիրներ։ Այդ խնդիրների մասին չեմ խոսում, որտեղ անլուծելի խնդիրներ կան։ Ոչ, աղջիկ ջան, ինչ խաղաղություն։ Էդի շատ վատ բան անում, մեր երկիրը տալիս է իրենց։ Լավ բան չի անում։ Եթե տենց լինի, համար դա ճիշտ չի, թե Ադրբեջանը ինչ որ ձևի մտնի Հայաստանի հետ կապ։ Էդի չեն կարող մենք մեր ճշտամիների հետ ինչ որ կապ հաստատել։ Չի լինի։ Ինչ չի լինի։ Խաղաղություն չի լինի, ու մեզ կյանք չի լինի։ Թուրքեր երբեք խաղաղության չեն կարողացել։ Հետո ուրիշ ա ուղղել, հետո Երևանն ա ուղղել, երբեք չի համաձայն։ Իմ կարծիքն եք ուզում իմանալ, սրիկայությունը մեր ազգից շատ պակաս չի եւ կարծում եմ ես վերջն է Հայաստանի ընդհանրապես։ Ինչ կլինի, ինչ եք կարծում այդ դեպքում։ Կլինի որ բոլորս կգնանք ուրիշ երկիր ապրելու։ Իհարկե կհասնի աղջիկ ջան։ Հավատում եք որ կլինի ադրբեջանցիների հետ խաղաղություն։ Ես հավատում եմ։ Ինքը բարի մարդ է, բարիություն շատ բաներ արեց։ Ով։ Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ ինչ է արել, դուք կներկայացնեք, որոնք են ավելի նկատելի։ Դե բաներ անում է էլի աղջիկ ջան։ Նշեք օրինակներ, խնդրում եմ։ Նշենք թե ասենք ես քաղաքականից այդքան չեմ հասկան, բայց երևում է որ լավ բաներ անում է։ Լավատես եմ ես։ Մտածում եմ որ լավ կլինի։ Ինչն է հատկապես ձեզ դուր եկել իր արածների մեջ։ Դե լավ բաներ անում է։ Լավ բաներ անում է ինքը։ Դե միջանցքը այն ժամանակներն էլի ամբողջ այդ Մասիսում թուրքեր էին, հայերը լարեցին իրանց։ Կարծում եք եթե նորից բացվի ավելի լավ կլինի աղջիկ ջան, այո։ Ինչ առումով, ինչով է պայմանավորված ձեր լավատեսությունը։ Եթե այսքան ադրբեջանցիները մուտք ունենան մեր երկիր, խաղաղություն կլինի։ Կլինի։ Ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ կարող հստակ ասել։ Քուրիկ ջան Ադրբեջանը ոնց կարա Ադրբեջանը խաղաղություն։ Հեշտամու հետ չէ։ Իհարկե ոչ։ Դա ճիշտ չի։ Իհարկե ոչ։ Ասել են մարդու խաղաղություն մենակ գերեզմանում կա։ Իր մոտ դժվար։ Մեղրին եթե տրվի, ղափանն էլ կտրվի, սյունիկն էլ կտրվի, իսկ նժդեղն էլ երևի իր դագաղի մեջ մի 3 անգամ շուրջ կգա։ Լուրերը նայում նոր կասնված, շնորհակալ։ Ես դեռևս չեմ հետաքրքրվում այդ հարցերով։ Դե համար չեմ կարող ձեզ համապատասխան ձեր տվյալ հարցին ձեր պատասխան տալ։ Ոչ։ Ես ավելի եմ մտածնելու։ Գալու են թուրքերը լցնել այստեղ։ Մեղրին էփեք չի կարելի տալ։ Հիմա լիքը թուրք կա ստեղ։ Ուղղակի դուք լեզուն չգիտեք, չեք ջոկում։ Խանութներ գնացեք, մտեք տեսքան թուրքեր կան։ Արտուրն անում։ Նիկոլ Փաշինյանը տարում է մեր երկիրը, տարում է դեպի թուրքացում։ Դա է իրանը։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Թուրք են դառնալու մենք։ Ինքը ծախս հայացի։ Մենք չենք դառնալու, ինքն է դառնալու։ Մենք չենք թողնելու։ Դա չի մնալու։ Դա ժամանակը գա սարս չենք գալու։ Իրան դեպ։ Երբ է գալու այդ ժամանակը ձեզ։ Շուտով կգա։ Պատրաստ։ Ես կոնկրետ Իրանը ընտրություն եմ, Փաշինյանը 2 ձեռքով 2 ոտով, նվագով պարում էինք դաժե։ Բայց հիմա ինքը տենց գործ ա բռնել, որ սարսափելի է։ Հայ ազգին ինքը ծախում է։
Ձախն արդեն։ Գործանմա ծախից մեզ ջայլներին զոհ տվավ ինքը իրան կարար կաղնցներ, բայց չկաղնցրեց։ Ինքը բոլորը տվել է շատ վաղուց։ Ինքը վաճառել է բոլորը, ասեմ ձեզ իմանաք։ Եթե դուք տեղյակ չեք, բոլորը վաճառված է։ Մերոնք մինչև արթնանան քնից, գնացքը կգնա։ Իրանից լավ բան սպասել չկա, բալաջան, պետք է ինքը սաղ կատարի։ Փաշինյանն ինչ ան։ Ոչխարի մեկն է։ Ոչխար, բացարձակ կերպով։ Բռնեց ամեն ինչը քարտերով արեց։ Հասկացանք։ Ես գազը լցով եմ անում, քարտի չեկը տանեմ տամ լցովի, հա, թոշակառուկին եմ, 36,000 թոշակա տալի, ոնց ապրեմ, դեղեր թանգցած, ուտելիքը թանկ, ինչով ապրեմ, հա, հող եմ գլուխը, Փաշինյան, սատկես դու Փաշինյան։ Սա բացվելու, ում վազ ներքով դերնի, երորդ ուժերը դիսկեն, թե մերոն գդիսկեն, մերը, հա, Այս կողությունը ով է սահմանում։ ով դիսկի, Ալիևը, Ալիևն Փաշինյանը թողել տան հետսով կայնան։ Եթե ճանապարհը բաց, Շակալն է։ մերոնք հա, հասկանալի է, մենք արանքը խոսքի առանց դուրա բանը բացում է ճանապարհներ, առանց ճանապարհել մենք տեղ չունենք այդ հալվոք, մի հատ Վրաստանով են էլ ես ինձ, իսկ եթե ուրիշ ուժեր պետք է հասկեն, այսինքն Ռուսաստանի, ասում ենք, չէ՞ մենք պետք է հասկենք։ Կամ Խաղաղության խաչմերուկ խորագրի ներքո է, հա, այդ ամեն ինչը կատարածվում։ Ձեր կարծիքը հնարավոր է արդյոք հենց այդ ճանապարհով խաղաղությունը հաստատել մի երկրի հետ։ Դժվար ոչ մի անգամ, ոչ մի երկիրը չի ուզում, ոչ մի եթե անգամ, հնարավոր չի, բայց ով գիտի։ այդ Փաշինյանն ասը թողսելիս ֆռիկներ չանի, ինքը ոչ մի բանը չկա։